Ձմռան 22 օրերը մայրաքաղաքում առանց ձյան անցան։ Քաղաքային իշխանությունը վստահեցնում է, Երևանը պատրաստ է ձմռանն ու ձնամաքրման աշխատանքներին։ Նախապատրաստվել են աշնանը, աղոավազեն կուտակել, մեքենաներն անհրաժեշտ սարքավորումներով կահավորել։ 241 միավոր տեխնիկա կարող է դուրս գալ ըստ անհրաժեշտության տարբեր դրամաչափի գործողությունների համար, ասում են պատրաստ են, բայց ապավինում են նաև մասնավորին։ Բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը, մայթեր, հարակից տարածքներ։ Խնդրանքս է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանոթեն բոլոր տնտեսվարողներին եւ սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ եւ երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից անկախ այն բանից ձանտեղումներ կան չկան։ Հարակից տարածքը մաքրելու համար 9088 տնտեսվարողից արդեն ծանուցվել է 4156-ը։ Ձյուն չի տեղացել, բայց գիշերվա բացասական ջերմաստիճանից հետո մայրաքաղաքում ճանապարհի որոշ հատվածներ սառցակալում են, ինչը կարող է վթարային իրավիճակ ստեղծել։ Խնդրահարույց են հատկապես ավտոլվացման կետերը։ Բոլոր ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Ամբողջովին պատրաստ լինող ռեսուրսները, պարոն քաղաքապետ, խնդրում եմ ձեր խիստ հանձնարարականը այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Արեյան, վարչական շրջանների հարգելի ղեկավարներ, խնդրում եմ մինչև տարվա վերջ ավարտին հասցնել բոլոր ծանոթությունները եւ նաեւ պարոն Արեյանի բարձրաձայնած հարցի նկատմամբ հատուկ ուշադրություն, այսինքն լվացման կետերը, որոնք որ ոչ այնքան պարտաճանաչ են։ Խնդրում եմ նրանց նկատմամբ հսկողություն։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, խոսույթով առաջնորդվող իշխանության կառավարման արդյունքում տուգանվողների թիվն աճել է։ Առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու, վճարային միջոց ունենալու ու չվավերացնելու համար միայն վերջին 4 ամսում 1473 քաղաքացու նկատմամբ տուգանքի որոշում է կայացվել։ 1107 վարչական ակտ ընդունվել առանց տոմս երթևեկելու, թվով 99 այլ անձի արտոնությունից օգտվելու եւ թվով 267-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Միաժամանակ անցկացնելով համեմատական 2024 եւ 25 թվականների միջև ցանկանում եմ հայտնել, որ կազմված արձանագրությունների թիվը 2025 թվականի ընթացքում ավելացել է 4000-ով, որը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է 250%։ Երևանը 45 տրոլեյբուս է գնել, ապրիլին տրոլեյբուսները մայրաքաղաքում կլինեն։ Փոսերը, ճաքերը եւ մյուս խնդիրներն արձանագրելու համար քաղաքային իշխանությունը մարդկային ռեսուրսները փոխարինում են նորագույն տեխնոլոգիաներով։ Օգնության են գալիս GIS համակարգի քարտեզները, արհեստական բանականությունն ու ավտոբուսների վրայի տեսախցիկները։ Մատելը հասկանանք մեր արհեստական բանականությունը ինչքան ճշգրիտ է արձանագրել մեր խնդիրները, ինձ թվում է այնտեղ որոշակի այնուամենայնիվ ճշգրտումների կարիք կա, որովհետեւ արհեստական բանականությունը նաեւ պես ասած դեռ սովորելու կարիք ունի։ Շաքալցում արված հատվածը ոնց հասկանում եք դիտվում էր որպես ճաք։ Ճաքերի դեպքում այո, միանշանակ արհեստական բանականությունը կարող է դեռ չտարբերակել ամբողջական խնդրահարույց ճաքը արդեն իսկ ճաքալցվածից, բայց փոսերի մասով վստահ եմ հիմնականում ճիշտ է արձանագրում։ 2026-ին էլ ձեռք է բերվելու հատուկ սարքավորումներով մեքենա, որը շրջելու է քաղաքում արձանագրելու հասարակական կարգի խախտումները, աղբ թափելուց մինչև ոչ պատշաճ վարքագիծ։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։